Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Անդեքսը ունի 120,000 աշխատող, որը գրանցված է։ Իսկ ես Արտուր ջան։ Անդեքսը ունի 120,000 հոգի աշխատող։ Մի քիչ առաջ եկա։ Ես Արտուր Վարդանյանն եմ։ Արտուր, մի քիչ առաջ եկեք։ Առաջարի որ կանանք նկարեն։ Բարև ձեզ բոլորին, շնորհակալություն, որ մեզի լսեցիք բաղորդներին ու եկաք, շնորհակալ եմ բոլորիցդ, հանձինն Մեսրոպ Մանուկյանից, որ այսքան լրագրողներին տեղյակ պահեց, շնորհակալ ենք, բոլոր բաղորդներս շնորհակալ ենք հայտնում, հիմա ասեմ, օնլայն տաքսիների, մեր բողոքը բոլոր օնլայն տաքսիների կազմակերպության հետ է, ոչ թե, բերեք չառանձնացնենք, Yandex, Gigi, բոլոր օնլայն տաքսի կազմակերպությունները, բոլոր օնլայն տաքսի կազմակերպությունները պիտի մեր երկրում իրենց տոկոսները իջացնեն, որը պիտի լինի ընդամենը 10%, պետական գույքն է հետը, պետական հարկն է հետը, 5% պետական հարկը, 5% է օբշի տաքսի, օնլայն տաքսի կազմակերպությունները։ 5% ինչ ենք ուզում ասենք, մենք եթե միջև հիմա է 5% մուծում ենք պետությանը, խի հարկադրված չենք, ինչի համար ենք մուծում, բացի այդ 5%-ից մենք վարորդներ ենք, որը անվտանգ գործ ենք անում, այսօր վարորդներ կան վթարից, որը ինքն է դաժե չի խփել, մեղավորությունը իրան չի, եկել են խփել են, ոտը ջարդվել է, այսօր իրա հաշվին, ինքը ոչ բժշկական ապահովագրություն ունի, բժիշկներին փող է տալիս, այսօր իրոքից անկեղծ եմ ասում, ոտը ջարդված մարդ ունենք, վթարից, որը ինքը մեղավոր չի դաժե, որևէ աջակցություն չկա այսինքն։ չկա, ինքը որդուց հիմա դիմի, ում դիմի, բայց ինքը տուրք է տվել, արդեն մի տարուց ավել է, 2 տարի է, ինչքան գիտեմ, պետական տուրքը տալիս են, քանի? 3-րդ տարի մենք պետական տուրք ենք տալիս, բայց մեզի ոչ մեկ չի գնահատում, մենք դաժե ապառիկի թուղթ ենք ուզում, ավտոները թարմացնենք կամ ինչ-որ տունը մի բան առնենք, չենք կամ ապառիկով է դաժե, ասում են դուք ոչ միտեղ գրանցված չեք, բայց մենք այո, ու ամենավտանգավոր, ամենաժամերը, ամենաերկար ժամերը, թողներն բոլոր դասախոսները, որ մարդիկան ասում են, դե դասատուն է, խոսքի այսքան փող է ստանում, դուք էլ եք այդքան համարյա ստանում, ասում եմ դասատու ջան, հարգելիս, դասատու, դու ընդամենը աշխատում ես 6 ժամ, բայց վարորդը վտանգավոր գործ անում, այսօր դուք չեք պատկերացնում, գիշերը վարորդ ունենք, որը խմացների հետ, որը անապահով, գցողներ, այսօր այնքան վարորդներ, ոնց ասեմ ձեզ, ամեն տեսակի մարդկանց հետ շփվում են, ամեն տեսակի, ու անվտանգ գործ են անում, որը չգիտեմ, դաժե գցողի փողը մեր վրից հաշվում են, պատկերացնում եք զանգել եմ Yandex-ին իր զակազն է, որ ինքն է ընդուն է, ասում եմ հարգելի Yandex, հարգելի Gigi, ինձի հաճախորդը ասես մտնեմ խանութ, վերադառնամ, ու խանութը հետևի կողմով գնաց, չկա հիմա, ասում եմ հարգելի Yandex, դու այդ գումարը գոնե մի գանձի, արի կես անենք, չէ որ դու ես տվել պատվերը, չէ, ես այդ ծրագիրը չունեմ, միշտ ինչ-որ խնդիր ալնում, ծրագրի վրա է գցում, ու միշտ վարորդ, ժողովուրդ կռիվ է գցում, միշտ, այսօր վարորդների աշկից, վարորդները բոլորի, ժողովուրդի աշկից ընկել են, այդ ծրագրի խաթր։ Որ ասում եք, երբևէ քիչ առաջարկեք ձեզ դարձնել գրանցված աշխատող, որ ուրիշների Մենք արդեն 3 տարի է պայքարում ենք, մենք ձորում ենք հավաքվել, դալմայի հետևն է, մեզ դաժե այս վերջերս գնացել ենք, սաղ տեղերը գնացել ենք։ Բայց կոնկրետ օնլայն տաքսի ծառայությունը ինչ է ասում դա լսելի չի տալիս մեզի ինչի գրանցված աշխատող ձեր գործատու չի դարձնում, իրան ձեռ չի տալիս, որովհետև ինքը կարում է պետությանը խաբի է, հիմա նայեք, մենք չգիտենք 120,000 հոգի աշխատող, թե կարող միգուցե 170,000 է, ինքը պետությանը կարա խաբի, դաժե ինքը խաբում է, մեր բոնուսներից գումարը հետ է գանձում, նայեք, հիմա հաճախորդը նստավ 1000 դրամ ցույց է տալիս, չէ, պատվերը, թողեք խոսեմ, բացադրեմ, 1000 դրամ է ցույց է տալիս, չէ, որ հաճախորդը խոսքի, ըստ էս նշեց 3-րդ մաս, դու ցույց է տալիս 1000 դրամ, հասնում ես 3-րդ մաս, մեկը ցույց է տալիս 800 դրամ, արա ասում ես, նուժելի ես եմ գժվել,
Զանգում եմ մեն մնացած վարորդներին, ասում եմ վարորդներ ձեր մոտը տենց բանել է, լա, ասում ախպեր, հա, սաղից մոտ էլ նմա։ Դուրսա Պակ քաշում է հետ։ Գողանում է, որ հաճախորդի աշկին լավ երևա։ Նայեք, հիմա նայեք, բիզնես ավտոն, մարդիկ ներգրավել են բիզնես ավտո, չէ՞։ Բիզնես ավտոն կարմանես ծրագրով անի, ինքը ստարտի տակ քշի, կոմֆորտի տակ, որ վարորդին ասում է դու եթե խելոք չմնացիր, քո բանը իջացնեմ, քո մինուսներ, որ իջացնում է, բիզնես ռեյտինգը իջացնում է, բիզնես ավտոն չի կարում էլ բիզնես քշի, իջնում է կոմֆորտ պլյուս, ստար, ու իր ռեյտինգը այդպես բարձրացնում է, ինքը ինադու է անում այդ ամենը, որ իր հաճախորդ կա, սիրում են խոսքից, հասարակ ավտոյով չեն ուզում քշեն, ասում են մեկը ստարտ պատվիրենք, այս հասարակ ավտոն եկավ, չեղարկենք, մեկը պատասխանատվություն չունենք, չեղարկենք, այնքան չեղարկենք ֆիրմա ավտո գա, մեզի խոսքի, բիզնեսի ավտո գա, որտեվ գիտեն, մի քանի անգամ քշել են, նստել են, բիզնեսի ավտոն եկել է։ Այդ ստարտի վարորդն է գնում է 3 կիլոմետր, 4 կիլոմետր, մեկ է հաճախորդը չեղարկում է։ Անեց ծրագիր ունի, որ ինքն էլ է անգամ չեղարկում անում ծրագրով, ուրիշ վարորդի է տալիս, իր վարորդներին։ Հիմա ինքը գարաժներ ունի, որը գարաժների ի վնաս մեր գարաժները, հիմա մեր հայրենակից գարաժները, պարկերը, որը կոչվում է պարկեր, 4% իրանք են գանձում, ինքը մասնավոր պարկեր է բերել, 3 հոգու խոսքի, 0.8% պարկեր է դրել, որ վարորդներին իր մոտ քաշի։ Պատկերացնում եք լավ չի որ դուք այդքան վճարեք իրան։ Լավ է, բայց նայեք պարկերին ինքը ուզում է ոչնչացնի մեր հայ ազգի պարկերին, որ արդեն վարորդին իրանով անի, ստրուկով, այսօր վարորդներ կան, իրա պարկի վարորդները, ստրուկի պես քշում են, 16 ժամ, 18 ժամ, իրանք չեն կամ, ու ավտոները իրանք են բերում այդ հոնջի ավտոները, իրանք տալիս են օրավարձով, ասում է, այս մեր ավտոն, դու իրանց ավտոներին, ճիշտ է, այդ բանը կա։ Ներողություն, իսկ ճանապարհների իրավիճակի մասին ինչ կասեք։ Ճանապարհը ահավոր փոսեր է։ Այս վերջում կներեք, էլի դուք անընդհատ հետ եք գնում, առաջ կկանգնեք։ կանգ։ Առաջ էլի կանգնեք։ Ուրեմն ճանապարհները այսօր ահավոր է։ Դաժե դրա պատասխաններ չունենք։ Խոսքի այսօր նոր տարվանից հետո գցում են աղի վրա։ Աղը պրիչոմ է ճանապարհների։ Խոսքի, բայց մենք տաքսու վարորդ ենք։ Ամենաշատը այս ճանապարհների շնորհիվ դժվում է տաքսու վարորդը, որովհետև ինքը 16 ժամ այս մեր ճամփեքին են։ Քանդը, այն օրը զանգել են մեր վարորդները քաղաքապետարան, ասում են ճանապարհները հետևեք, փոսեր կան, շատ փոսեր կան։ Ասում է բան, տեղը ասեք, ասում է հարգելիս, տեղը սաղ ճանապարհներն է։ Ասում է հա, հասեն ասեք, որ մեր ներգրավենք։ Զուտ վարորդները սաղ զանգել են, հասեն քաղաքապետարանով, ասել են, այսի խոսքի էս հասցեն, այսի ընդեղ, ու TikTok-ում է, սաղ Facebook-ում է տարածված է, վարորդները նկարում են, փոսերը ցույց են տալիս։ TikTok-ից դա ինքը по-любому տեսած պետք լինի։ Ճիշտ եմ հասկանում, որ նաև պնդում եք, որ ինչի եք շատ փող համենայնպես 200,000-ից ավել աշխատում եք, բայց օրինակ իմ պես մյուսների պես չեք կարողանում անվճար բժշկական։ Այսօր նայեք, վարորդների մեջ, որը նայեք, թողեք խոսամ, մեր կներեք։ Արտուր ջան, դուք խոսելու ընթացքում հեսա ոստիկանության պատասխան կտակ կանցնեք, մի քիչ առաջ կանգնեք։ Էլի առաջ։ Հետ չգնաք, էլի, խնդրում ենք։ Ես ուզում եմ հասկանամ, պահանջների մեջ նաև դա է։ Այո, ամենակարևորը, մեր ամենակարևոր պահանջը հիմա ներկա պահին։ Տոկոսի իջացում, այսօր Yandex-ը անենց մոնոպոլիա ստեղծել, եթե իր բիզնեսի մեջ մինչև 31% վարորդին գանձում է։ Հեսա դա բացատրեմ, ոնց է գանձում ինքը վարորդին 34 դաժե։ Ինքը ասում է, եթե ուզում ես այս տարածքի մեջ ֆրազ քեզի հաճախորդ տամ, ինձի ծիխարի 9% Հեսա գալիս է 9% ավել գումարտու, որ քեզի հաճախորդ է։ Նայում եք, ինքը դաժե վարորդների մեջ գումար բազություն է ստեղծել։ Ոնց որ ասում է, դու ինձ 9% ավել գումարտու, ես քեզի լավ հաճախորդներ կտամ։ Լավ, այդ տոկոսի իջեցումից բացի ես հարց եմ էլի տալիս, չեք լսում։ Գործադուլը ոնց որ չաշխատենք։ Ընդհանուր գործ։ Չեն կարա, նայեք, հիմա էտել են քննարկել։ Գործադուլ, հիմա որ չաշխատենք, մարդկա օրավարձով քշում է ավտոն, վարձի տերերը ստիպում են վարորդին, եկեք լավ, ընդեղ խոսամ։ Մի բան է ասեմ, էլի, լրագրողներ ջան, նայեք,
Լրագրողներ, նայեք, բարորդները ինչքան վախեցած են։ Բլոկում Հետևը չէ, հետևը թող ասեն կանգնեն։ Օնլայն Մենք հետ տաքսի կգանք։ կազմակերպությունը բարորդներին բլոկում է լա։ Լսում եք, ով որ պայքարում է, ով որ շարժումը անում է, պայքարում է, իրանց բլոկում է։ Նայեք, բարորդները հիմա վախեցած են, դաժե վախում են, որ իրանց չբլոկեն, կամերայի տակ Չերևան չբլոկեն։ Այդ հատկությունները ունի ու շատ մարդկանց է բլոկել։ Հավաքին պայքարողներին շատ մարդկանց բլոկել է։